Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբգիրի հայորդյաց տան կանոնի դասարանը մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում անցկացված Art Music արվեստի 16-րդ միջազգային մրցույթ փառատոնին։ Դասարանը 2 հաղթանակ է գրանցել, ներկայացնելով անհատ կատարողի եւ սաներից ձևավորված Նազանի համույթը։ Նազանի համույթը առաջին անգամ է մասնակցել մրցույթին, արժանացել է երկրորդ կարգի մրցանակի։ Համույթը ներկայացրել է ժողովրդական երգ Հինգալա Շուշանիկ Սաղաթելյանի մշակմամբ եւ ժողովրդական Աման Թելո կատարումը Վազգանուշ Պարմինի մշակմամբ։ Իսկ դասարանի սան Նարեն Նիկոյանը արժանացել է առաջին կարգի պատվավոր մրցանակին։ Art Music արվեստի միջազգային 16-րդ մրցույթ փառատոնը անցկացվում է միջազգային մակարդակով, կան մասնակիցներ շուրջ 17 երկրներից։ Մենք մասնակցել ենք կանոն անվանակարգում, մասնակցությունը մրցույթը իրականացվում էր յուրաքանչյուր տարիքային խմբի ներսում։ Տարիքային խումբը որոշվում էր տվյալ տարեթվում ծնված երեխաների խմբով։ Մասնակիցներ կային կանոն անվանակարգում ինչպես Երևանից, այնպես էլ մարզերի տարբեր արվեստի եւ երաժշտական դպրոցներից։ Երեխաները պատրաստված էին ներկայացել մրցույթին։ Նարեն Նիկոյանը իր տարիքային խմբում առաջին կարգի մրցանակի է արժանացել եւ այս եւ նախորդ տարի։ Անցած տարի Նարեն ներկայացրել էր Ծովինար Հովանիսյանի իմպրովիզ Սայաթնովայի Թամամաշխար պտուտ եկա երգի թեմայով ստեղծագործությունը։ Ըստ մանկավարժի դա բարդ գործ է այդ տարիքի համար։ Իսկ այս տարի նա գլխավոր մրցանակը ստացել է կատարելով Ծովինար Հովանիսյանի Սիրո մեղեդի եւ Միհրան Դեմիրճյանի կոնցերտային ֆանտազիա գործերը։ Կանոնը իմ համար ամենակարևոր գործիքներից մեկն է, որովհետև կանոնով ես կարող եմ շատ ու շատ մրցույթների մասնակցել, մենահամերգներ ունենալ։ Երբ բեմ բարձրացա, ես երրորդն էի, նստեցի ու հավաքվեցի, որ պետք է արդեն նվագեմ։ Նվագեցի, ավարտեցի, երբ արդեն եկա, որ կարգերը ասեն, ես շատ լարված էի, բայց երբ ասեցին, շատ ուրախացա։ Դասարանի մանկավարժ Անի Նազարյանի նախաձեռնությամբ հայորդյաց տան սաները կատարումներ են ներկայացնում գրադարաններում։ Կրթական ծրագրերի ժամանակ երեխաները նվագում են, իսկ մանկավարժը պատմում է հնագույն ժողովրդական նվագարանի ծագման պատմությունը։ Յուրաքանչյուր երաժիշտ, ով կրթական process-ի մեջ է կամ արդեն կայացած առավել եւս շատ կարեւոր է, որ իմանա իր գործիքի պատմությունը։ Դրա համար մենք ուսումնասիրում ենք նաեւ տարբեր նվագարանների ստեղծման պատմությունը, հատկապես շեշտը դնելով կանոնի վրա, ուսումնասիրում ենք տարբեր աղբյուրներ։ Արաբգիրի հայորդյաց տան կանոնի դասարանում աշխատում են համբերատար ու մանրակրկիտ ու հասնում են արդյունքների։ Հաղթանակները այդ մասին են վկայում։ Մրցութային մասնակցությունների ժամանակ, երբ որ անհատական մասնակցություն են ունենում երեխաները, բոլորը չէ, որ կարողանում են ձեռք բերել պրոֆեսիոնալ գործիք։ Այսօր լավագույն պրոֆեսիոնալ կանոնները պատրաստում է վարպետ Ապրես Վանոյանը։ Իր գործիքները հնարավորություն են տալիս լավագույնս հնչեցնել այն ստեղծագործությունները, որոնք հասել են մեզ եւ ժամանակի ընթացքում, եւ այսօր կատարվում են բազմաթիվ փոխադրություններ, մշակումներ, ինչպես նաեւ գրվում են նոր օրիգինալ ստեղծագործություններ կանոնի համար։ Մրցութային մասնակցությունների ժամանակ շատ կարևոր է երեխաների գործիքը։ Եթե մենք դասարանում ունենանք գոնե մեկ պրոֆեսիոնալ գործիք, դասարանական, երեխաները շատ ավելի փայլուն ելույթներ կունենան մրցույթների շրջանակներում։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։